Ամերիկացի ուսանող Օտտո Վարմբիերը, ով ավելի քան 1 տարի պահվում էր հյուսիսկորեական բանտում և մի քանի օր առաջ կոմայի մեջ Միացյալ Նահանգներին էր վերադարձվել, մահացել է, այս մասին հայտնել են նրա ծնողները։ Նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանիա Թրամփը ցավակցություններ են հայտնել Վարմբիերի հարազատներին և ընկերներին։ Սպիտակ տան ղեկավարը ամերիկացու մահվան մեջ մեղադրել է պաշտոնական Փհենյանին։ Օտտոյին բաժին հասած ճակատագիրը խորացնում է իմ վարչակազմի վճռականությունը կանխելու նման ողբերգությունները, որոնք տեղի են ունենում անմեղ մարդկանց հետ մի ռեժիմի կողմից, որն արհամարհում է օրենքի գերակայությունը և մարդկային տարրական բարոյականությունը։ 22-ամյա Օտտո Վարմբիերը հյուսիսային Կորեայի բանտում 17 ամիս է անցկացրել։ Նա Փհենյան էր այցելել ամանորին ամերիկացի զբոսաշրջիկների հետ։ Այցի ավարտին ուսանողին օդանավակայանում ձերբակալել են և մեղադրել հյուրանոցից գողություն կատարելու մեջ։ Խոսքը մասնավորապես պաստառի մասին է, որը կոչ էր անում, մեջբերում զինվել հայրենասիրությամբ Կիմ Չեն Իրի օրինակով։ 2016-ի մարտին ամերիկացի ուսանողին դատապարտել են 15 տարվա ծանր աշխատանքի։ Նրան ազատելու ամերիկյան իշխանությունների ջանքերը արդյունք չեն տվել։ Միայն մի քանի շաբաթ առաջ հյուսիսկորեական իշխանությունները հայտնեցին, որ Վարմբիերը առողջական խնդիրներ ունի։ Օրեր առաջ էլ նրան կոմայի մեջ ուղարկեցին Միացյալ Նահանգներ։ Հյուսիսկորեական իշխանությունները պնդում են, որ երիտասարդը կոմայի մեջ է հայտնվել դատավճիռը լսելուց հետո։ Բացի այդ նշում են, թե նա իբր բուտուլիզմով է վարակվել, քնաբեր խմել, ինչից հետո չի արթնացել։ Ամերիկացի բժիշկներն այդ վարկածին չեն հավատում, նրանք երիտասարդի մոտ ախտորոշել են գլխուղեղի հյուսվածքների լայնածավալ կորուստ։ Ինչպես գրում է ամերիկյան մամուլը, պատասխան քայլերի թվում, որին կարող է դիմել պաշտոնական Վաշինգտոնը, Փհենյանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումն է։ Իսպանիայի դատախազությունը Մանչեսթեր Յունայթեդ ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ջոզե Մորինյոին կասկածում է հարկերից խուսափելու մեջ։ Իրավապահների տվյալներով Մադրիդյան Ռեալի գլխավոր մարզիչ աշխատելու ժամանակ նա խախտել է երկրի ֆինանսական օրենսդրությունը։ Դատախազության տվյալներով մարզիչը ընդհանուր առմամբ չի վճարել մոտ 3.5 միլիոն դոլարի հարկ։ Ավելի վաղ Իսպանիայի դատախազությունը համանման մեղադրանք էր ներկայացրել Ռեալի առաջատար ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդոին, ով ըստ իրավապահների 2010 թվականին հատուկ ստեղծել է մի ընկերություն Իսպանիայում ստացած եկամուտները թաքցնելու համար, ինչի արդյունքում չի վճարել մոտ 15 միլիոն եվրոյի հարկ։ Մայիսի վերջին աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը համարվող Ռոնալդոն կրկին հարկային սկանդալի կենտրոնում էր հայտնվել։ Այն ժամանակ մամուլը գրեց, որ մարզիկը մտադիր է դատական քաշքշուկից խուսափելու համար ինքնակամ 6 միլիոն եվրո վճարել, որպես փոխհատուցում իսպանական օրենսդրությունը խախտելու համար։ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սիլվի Գուլարը պաշտոնը ստանձնելուց 1 ամիս անց հրաժարական է տալիս։ Հրաժարականի դիմումը նա ուղարկել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնին։ Հաղորդվում է, որ արդեն նախկին նախարարի այդ որոշումը պայմանավորված է աշխատանքային սկանդալով։ Գուլարին կասկածում են Եվրախորհրդարանում իր օգնականներին աշխատանքի ընդունելիս օրենքներ խախտելու մեջ։ Գործով հետաքննություն է ընթանում։ Մինչ Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնել է Սիլվի Գուլարը 2009 թվականի մայիսից Եվրախորհրդարանում զբաղվում էր օրենսդրական գործունեությամբ։